Հայաստանում լոգիստիկա ասելով ինչ որ մի հատ զուտ բեռնատարով բեռնափոխադրում են պատկերացնում ու ավելի հաճախ Ռուսաստան-Հայաստան ուղղությունն են պատկերացնում, որովհետև ամենաստանդարտ բանն է։ Խնդիրը նույնն է, խնդիրը չի լուծվում, խնդրի մասին զուտ բարձրաձայնում են։ Հենց վերին լարսետ մի բան ա լինում, մեկը սկսում են ռեպորտաժներ նկարել բոլոր ալիքներով ու նույն կադրերն են դնում, հա։ Այսքան մեքենա այստեղ շարված է, ասեմ, այնպես տպավորություն է, որ կարելի է արդեն նույնիսկ ռեպորտաժը հաջորդ տարվա համար է նկարել, էլի, որտեղ ինքը տենց օրացույցային 3-4 օրվա տարբերությունով մեկային կա։ Լոգիստիկ ոլորտում ավելի շատ դու սկսում ես հաճախորդին ճանաչել այն ժամանակ, երբ ինչ-որ խնդիր է լինում։ Մենք մի քիչ ճկուն չգտնվեցինք, որ այդ ծավալը կարողանանք մենք պահենք։ Այդ ծավալը գնաց մեր մոտից։ Գնաց ում։ Ով եկավ մեր Թուրքիա գնաց։ Թուրքիան տարան, վրացիները տարան, հա։ Վրացիները տարան իրանց թե քաղաքականության փոփոխությամբ, որին ավելի պրոռուսական դառան, սկսեցին ամեն ինչ անել, եւ մեր մոտ այդ ծավալը չմնաց։ Որ ճիշտն ասեմ, եկան երկրներ, որտեղ որ կաշառքը քեզ շատ օգնում է այդ հարցում։ Ողջույն։ Armenian Business Portal-ի եթերում կրկին բիզնեսմեն թե բզբզմեն հաղորդաշարն է։ Ես բիզնես փորձագետ Նարեկ Ալեքսանյանն եմ եւ այսօր իմ հյուրն է Աշոտ Միրաքյան։ Աշոտ ջան, ողջույն։ Բարև ձեզ, Նարեկ ջան։ Աշոտը Miratrans ընկերության հիմնադիր տնօրենն է։ Աշոտ ջան, այսօր շատ թեմաներից ենք խոսելու ու միանգամից մեզ լսող դիտողներին ասենք, որ մենք թեկուզ ծանոթ ենք, ճանաչում ենք իրար, բայց ամեն դեպքում շփումը լինելու է դույով, որպեսզի ավելի անմիջական լինի։ Շատ լավ, Նարեկ։ Ու այսօրվա մեր քննարկումը ինքը նաև խաղային բնույթ է կրելու, որտեղ ունենք հարցեր պատասխանների տարբերակով, որտեղ հավանականությունը, որ դու ճիշտ կպատասխանես շատ քիչ է, ինչու, որտեղ տենց նպատակ ունենք բզբզ հարցեր չակերտների մեջ ասած որպես պատիժ, հա, քաշենք եւ փորձենք մի քիչ ավելի լուրջ ու ավելի խորքային փորել այն երևույթը, ինչը որ կոչվում է գործարար աշխարհ։ Փորձենք։ Հա, շատ լավ։ Տրամադրությունը։ Գերազանց։ Ինձ հանդիպած եզակի լոգիստիկ ընկերություններում պոզիտիվ մարտես աշակա։ Այն ինչու որտեվ ես երբ որ Հայաստանի լոգիստիկայից խոսում ես, հա, նու ընդհանրապես գալիս է միանգամից մի քանի բաներ կան, չէ՞, տրիգերներ կան, չէ՞, վերին լարս, փակ ճանապարհներ եւ այլ ոնց է լինում այսպես պոզիտիվ պահպան։ Դա ուրիշ ճար չունենք, Նարեկ ջան։ Արդեն հարմարվել ես։ Հարմարվել ենք, շատ երկար տարիներ արդեն տանջվել ենք դրա վրա ու արդեն խնդիրը ոնց որ նայում ենք, որ օքեյ, պետքա լինի, միշտ պետքա լինի, էլ։ Հաստատ դու նկատած կլինես, որ ինչ եմ ասում, որտեղ մասնագիտական ոլորտը դա հստակ նկատել է, հա, լոգիստիկան, արտահանումով զբաղվող ընկերությունները եւ այլն, հենց վերին լարսետ մի բան ա լինում, մեկը սկսում են ռեպորտաժներ նկարել բոլոր ալիքներով ու նույն կադրերն են դնում, հա։ Այսքան մեքենա այստեղ շարված է, ասեմ, այնպես տպավորություն է, որ կարելի է արդեն նույնիսկ ռեպորտաժը հաջորդ տարվա համար է նկարել, էլի, որտեղ ինքը տենց օրացույցային 3-4 օրվա տարբերությունով մեկային կա։ Ես շատ հաճախ զգացել եմ կադրն էլ չի փոփոխում, այսինքն կարա լինի 2024 թվականին 18 թվականի կադր դրվի, որովհետև խնդիրը նույնն է, խնդիրը չի լուծվում, խնդրի մասին զուտ բարձրաձայնում են։ Աշոտ ջան, տենց հումորով ամեն ինչին վերաբերվեցին, երևի տենց Աստված վերևից նայելա, տեսելա թե ինչ խնդիրների մեջ ենք մենք ապրում, ասելա, այս ժողովրդին ես պետքա հումոր տամ, որ մի ձև գոյատևեն, հա։ Բայց կուզենայի մի քիչ մասնագիտական մոտեցումով, լավ բան ասեցիր, ասեցի խնդիրը կա, բայց չէ որ այն երևույթը, որը կոչվում է լոգիստիկա, դա ընդամենը մի ճյուղ չի, էլի, այն որտեվ շատ դեպքերում թվում է թե տենց կողքից կծված ինչ որ մի հատ երևույթ է, որ ընդհանուր առևտրաշրջանառության մի հատված է այնինչ, հա, պետություններ կան, որ դրա վրա ամբողջ պետական ռազմավարությունն են դնում։ Ամբողջ աշխարհի առևտրային ցիկլը լոգիստիկայի միջոցով է շարժվում եւ իրականում ճիշտ է, Նարեկ ջան, որ Հայաստանում լոգիստիկա ասելով ինչ որ մի հատ զուտ բեռնատարով բեռնափոխադրում են պատկերացնում ու ավելի հաճախ Ռուսաստան-Հայաստան ուղղությունն են պատկերացնում, որովհետև ամենաստանդարտ բանն է։ Բայց իրականում լոգիստիկան շատ ուժեղ շղթա է, որը որ չլինելու դեպքում պարզ բան արտադրողից սպառող ոչ մի շարժ չի կարող տեղի ունենալ։ Ու դա ոչ թե զուտ ներքին փոխադրումներին է վերաբերում, այլ ամբողջ աշխարհին։ Նաև մեր մոտ որ խոսում են լոգիստիկան միայն տրանսպորտիրովկան են հասկանում, չեն հասկանում, որ կա պահեստային լոգիստիկա,
արտադրական լոգիստիկա, մարդկային լոգիստիկա է արդեն հայտնվում, որովհետև ուժերն են շարժվում այս կողմից այն կողմ եւ մարդկանց հոսքն էլ արդեն դառնում։ Եվ այդ խնդիրը մենք ունենք։ Ես այն օրը ապշած էի նյութի հետ էի ծանոթանում եւ պարզվում է Միացյալ Նահանգներում առելի մեծ քանակությամբ, հա, մեղուներ, իրենք գրեթե կարելի ասել այտենց պայմանական, հա, 60% մեղուները իրենք նույն տեղում չեն մնում։ Մշտապես առելի մեծ տեղափոխումների մեջ են, որպեսզի տարի մի քանի անգամ մեղու հավաքեն եւ այնտեղ որտեղ որ աճում է նուշը, այդ ընկերությունները վճարում են, որպեսզի, հա, մեղու բերեն, որ փոշոտում իրականացվի, մտածում ես ու առելի մեծ ֆուրեր, մեղուներ են տեղափոխում եւ ասում եմ այդ փուլը որ սկսվում է մեր մոտ կտրուկ բեռնափոխադրումների մեջ տատաններ են, որտեղ մեղուներ են շարժվում։ Ես պատկերացրեցի մեր մոտ Հայաստանում բեռնատար մանգաս ասեն չեն կարա, որտեղ մեղուներ են տեղափոխում։ Լավ, ինչեւ մենք այս իրանց ծիրանի սեզոնն էլ մեղվի սեզոնն է, էլի գալիս։ Մի քանի հարցերով, հա, մենք ամեն այդ ինչ որ վերաբերում է լոգիստիկային շատ են կարևորում եւ հարցերի շրջանակում եւս կփորձենք անդրադառնալ, եթե տրամադրվածությունը լավ է, հա, դրական, միանգամից անցնենք առաջի հարցին։ Ձեր տաղավարը տրամադրում է, բարձր տրամադրվածություն։ Всё, գնացինք։ Առաջի հարց։ Շարունակիր պաշտոնական կայքում մեր արժեքները բաժնում գրված նախադասությունը։ Ուրեմն դուք ունեք պաշտոնական կայք, այնտեղ կա մեր արժեքները։ Մեր թիմը դա գտել է։ Ես չէի հիշում։ Ունեք կա։ Ուրեմն հետեւյալ նախադասությունն է. ձեր բիզնեսը մեզ համար պարզապես գործարք չէ, այլ հիմա տարբերակները կհնչեն։ Նոր հնարավորություն, նոր մարտահրավեր, գործընկերություն եւ չորրորդ տարբերակը համագործակցություն։ Միգուցե, չէ, նոր մարտահրավեր չի կարող լինել։ Ահա։ Իմ կարծիքով գործընկերություն։ Գործընկերություն։ Լավ, շատ չեմ տանջի, սա ճիշտ պատասխանն էր։ Երկու բանի մասին կուզենայինք խոսենք, Արշակ ջան։ Առաջինը կայքը որպես գործիք։ Ահա։ Մենք ուզում դրան անդրադառնանք, ինչի, որովհետև շատ դեպքերում տպավորությունն է, որ ընկերությունը պետք է կայք ունենա, որովհետև մնացած ընկերությունները եւս ունեն։ Հա, ասում է, մեզ օֆիս է պետք ինչու, որովհետև ասում է դե օֆիս չլինի, որ գործի գնանք։ Հիմա նույնն է, էլի, այսինքն ինքը որպես գործիք իսկապես աշխատում է, այո թե ոչ, ու նկատել եք, հա, օրինակ ինչ նոր տենդենսներ կան, որ զգում եք, որ պետք է այդ կայքի մեջ փոխվի, որ ինքը ավելի արդիական լինի, թե հակառակը դրա ժամանակ արդեն անցել է եւ պետք է մտնել, չգիտեմ, լոգիստական մարքեթփլեյսեր եւ այլ, որտեղից կամ սոցիալական ցանցեր։ Այսպես ասեմ, շատ արդիական հարց տվեցիք, որովհետեւ հենց մենք մեր կայքը 1 տարի առաջ ենք թարմացրել ու ընդհանուր միտքը նրանում էր, որ ես ինքս մտնելով մեր 5 կայք տեսնում էի ոչ թե առաջ գնացող, զարգացող ընկերության պատկեր, այլ տեսնում էի մի հին ստանդարտ շաբլոն կայք, որը որ իմ կարծիքով ներկայացնում էր շատ սխալ ընկերությանը։ Դրանից ցայքեց միտքը փոփոխելու ու այդ փոփոխման արդյունքում ինչ որ ստացանք, ավելի ճիշտ նկարագրումը այն ինչի մեջ ենք մենք հիմա։ Իմ համար կայքը դեռ շարունակում է մնալ գործիք, որը որ կներկայացնի, որովհետև առավելապես լոգիստիկայի ոլորտում բոլորը չեն, основной սեգմենտը մեր հաճախորդների դա ավելի բարձր տարիքի մարդիկ են, միջին եւ միջինից բարձր, որոնք որ շատ սոցիալական ցանցերով չեն հետևում մեր գործունեությանը։ Նույնիսկ կարող անլուրջ վերաբերվեն, եթե դու ասես սոցիալական ցանցերով ես փնտրում։ Այսպես ասեմ, օրինակ ես կյանքում ինձ թույլ չեմ տա ասեմ, մեր գովազդը կամ բանը պետքա գնա TikTok-ում կամ ինչ-որ այստեղ, որովհետև չպետք է ասոցացվի նմանատիպ բառը, այդ ավելի կայուն կազմակերպության պորտֆոլիո պետք է ներկայացնի։ Հա, միջև TikTok-ի լսանը չդառնա 65։ Հա, հա։ Բայց ասում են վերջերս չի էլ դառնում TikTok-ի լսանը 65։ Ես ինչ եմ ասում, որովհետև չէ՞ որ մենք սոցկայքերի հետ եւս մեծանում ենք։ Շատ լավ, եւ երկրորդ հարցը, որ կուզենայի տալ այս թեմայով, հա, դա այդ գործընկերային ֆորմատը, որտեղ ինքը շատ գեղեցիկ է հնչում, հա, երբ որ դու արժեքների մեջ գրում ես, որ իմ հաճախորդը իմ գործընկերն է, հա, գործընկեր ասելով, այսինքն
ես ինչ եմ դա, այդ ուզում մի քիչ անդրադառնանք այդ հաճախորդամետություն, բայց միևնույն ժամանակ գործընկեր, երբ որ ես հասկանում եմ, որ իրանից է բան ունեմ ես սովորելու, իր հետ էլ ունեմ զարգանալու տեղ, հա, այսինքն այդ ոնց է այդ ամեն ինչը, որտեղ մանավանդ այն ոլորտում, որտեղ որ լոգիստիկ ընկերություններն աշխատում, այդտեղ իսկապես երկարատև են ամեն ինչը, հարաբերությունները եւ այլն։ Ну, ցենց ասեմ, մեր մոտ այսպես է պրակտիկան դրված, լոգիստիկ ոլորտում ավելի շատ դու սկսում ես հաճախորդին ճանաչել այն ժամանակ, երբ ինչ-որ խնդիր է լինում բեռնափոխադրման ընթացքում։ Օրինակ մեր մոտ շատ եղել է դեպքեր, 5-6 տարի կազմակերպության հետ աշխատել ենք, բայց եւ մյուս ընկերության տնօրենը կամ հիմնադիրը իրար ընդհանրապես չենք ճանաչել, չենք էլ զրուցել հեռախոսով։ Հենց խնդիր է լինում, նոր այդ ժամանակը բան։ Այ հիմա գործընկերության բանը մեր մեջ կայանում է նրան, որ այդ խնդրի ժամանակ չծանոթանալ եւ փոփոխել ավելի սերտ շփվել մեր հաճախորդների հետ, որպեսզի իրենց ավելի պրոակտիվ լինել։ Այո, որպեսզի իրենց կարիքները ի սկզբանե հասկանալ եւ փորձել իրենց, նո, նաեւ մեր բիզնեսը առաջ տանելով, փորձել իրենց ուղղորդել, թե ոնց կազմակերպեն, որովհետեւ շատ ժամանակ լոգիստիկ ընկերությանը դիմում են կոնկրետ կարճ առաջադրանքով, տեղափոխում այստեղից այստեղ, իսկ երբ որ դու մի քիչ իրենց հետ զրուցում ես, խորացնում ես բաները, նաև իրենց ուղիներ ես ցուցադրում, թե որտեղից օրինակի համար ավելի լավ գնով հումք կարելի է ձեռք բերել, ինչ անել, ավելի այդ գործընկերությունները։ Այդտեղ եւս, հա, դուք ունեք անելիք, հա, մարդուն ուղղորդել, փորձել նաև այնտեղ օգտակար լինել։ Փորձում ենք այդպես անել, որովհետև այսպես ասած, եթե մարդը այլ ուղղությունների վրա ավելի քիչ ռեսուրս ծախսի, եւ մենք կարողանանք իրեն ուղղորդենք, պարզ բան է, որ իր ինքնարժեքի մեջ ավելի շատ տեղ կհատկացնի նաև լոգիստիկային։ Եվ ինքնարժեքն էլ կարող է դրանով իջացնել նաև։ Այսինքն նաև դուք ունեք ձեր հետաքրքրությունն անում, որ երբ որ դու միշտ սա նույնիսկ սկսնագործարարներին, հա, խորհուրդ ենք տալիս, ասում ենք ամեն ինչ արեք, որպեսզի դուք համեմատելի չլինեք։ Երբ որ դու սկսում ես մրցակցել ու ինչ արժի բեռը կիլոգրամով քառակուսի մետր, նո կիլոմետրով տեղափոխելը A, B, C, 3 ընկերության, եթե product դու կարող ես համեմատել, այդտեղ դու արդեն ի սկզբանե պարտվել ես։ Եթե դու արանքում մի հատ փունջ ես կարում առաջարկել, հա, այսինքն չգիտեմ, գործընկերներ փնտրել այս երկրում, փորձել ադապտացնել, այսինքն արդեն քո ապրանքը դժվար համեմատելի է դառնում, էլի, որտեղ կողքից հավելյալ ծառայություն կա։ Հա, այդ հավելյալ ծառայություններն շատ հավես է։ Ու այդ տարբերակն էլ հենց մեզ սկզբից օգնել է բանել, որովհետև մենք որ նոր ենք բացվել, շատ ընկերություններ ուղղակի մի ուղղության վրա էին իրանք մասնագիտացած, ուժեղացած, մենք զգացինք, որ այդ պետքա բոլոր ուղղությունները միաժամանակ զարգացնել, դա մեզ շատ օգնեց։ Շատ լավ։ Աշոտ ջան, ամեն ինչ անում ենք, որ գնանք երկրորդ հարցին, եւ հուսամ ես երկրորդ հարցը մեզ կմոտիկացնի բզբզ հարցերի, բայց ոնց որ լավ ես պատրաստվել։ Ասում դասերը լավ ես պատրաստել։ Նույնիսկ կայքն ես նայել, այ որ ես ամեն ինչ արել եմ, որ դժվար էլի որ ինչքան որ հիշում եմ այդ կայքի այդ տեքստը ես եմ գրել դրա համար էր դες։ Էդ էլ է եզակի դեպքի դեպք, չէ՞։ Եզակի երևույթ է, միշտ տպավորությունն է, որ հիմնադիրը հաստատ մեր արժեքների ինչ որ սկզբունքային տվել է, բայց բացվածքով ոնց է եղել, հա։ Շատ դեպքերում արդեն content manager-ը եւ լրագրող կամ PR manager-ն են դա գեղեցիկ ձևավորում։ Եվ այսպես երկրորդ հարց։ 2024 թվականի առաջին 10 ամիսների ընթացքում որքանով է նվազել բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 2024 թվական առաջի 10 ամիսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ունենք տարբերակներ։ 8% Հարցը Հայաստանին է, չէ՞ վերա։ Հա, իհարկե։ 8% առաջի տարբերակ, երկրորդ 10.5%, երրորդ ուրեմն 13% եւ չորրորդ 19.5%։ Ինձ թվում է չորրորդ տարբերակը կընտրենք 19.5%։ Գնում ենք պեսիմիստական սցենարով, ամենամեծ տոկոսը։ Հա։ Բարկացած ես Աշոտ ջան։ Չէ, ռեալ եմ նայում իրականության։ Բարկացրել եմ։ Եթե դա չընտրեի 13-ը կընտրեի։ Ահա, դե ես ամեն ինչ անում եի, որպեսզի մի թեթև օգտակար լինեի, բայց ճիշտ պատասխանը 10.5%-ն է, այնպես որ սխալ պատասխան հնչեց, բայց ասում ես չեմ ուզում, որ մեզ լսող դիտողները, մանավանդ պատկան մարմինները հանկարծ մտածեն, որ փաստորեն տեղ ունենք էլի վատ ասելու։ Չէ, եկեք համարենք 10.5-ը ինքը իսկապես վտանգավոր թիվ է։ Ինքը իրականում շատ վտանգավոր։ Ես ինչու եմ ասում, որովհետև մեր մոտ աճում է ռեէքսպորտը, մեր մոտ թվում է թե ապրանքաշրջանառության կտրուկ աճ կա, բեռնափոխադրումներ, մշտապես խցանումներ են
բոլոր, հա, անցակետերում սահմանային արի ուտես մեր բեռնափոխադրողների մոտ 10.5 անկում։ Սա ինչի հետևանք է։ Ну, մի քիչ երևի գաղտնիքները բացեմ, ինձ թվում է մենք դες բաներ սիրում ենք։ Որպես ցուցանիշ վերցնել 2023 թվականը մի քիչ ի սկզբանե սխալ է, որովհետև 2023 թվականներին այ իրական ռեէքսպորտը շատ արկա էր։ Հիմա ինձ թվում է միջազգային եթեր չեն գնա սանկցիաների տակ չեն կընկնի, այս բառերի համար, բայց իրականում փոխադրումների բանը շատ էր գալիս ու գնում դեպի սանկցիոն երկրներ։ Իսկ քանի որ մենք մի քիչ ճկուն չգտնվեցինք, որ այդ ծավալը կարողանանք մենք պահենք, այդ ծավալը գնաց մեր մոտից։ Գնաց ում? Ով եկավ մեր Թուրքիա գնաց։ Թուրքիան տարան, վրացիները տարան, հա։ Վրացիները տարան իրանց թե քաղաքականության փոփոխությամբ, որին ավելի պրոռուսական դառան, սկսեցին ամեն ինչ անել, եւ մեր մոտ այդ ծավալը չմնաց։ Բայց որը որ կարար իրականում շատ նպաստներ աճի։ Հավաքական բեռներով նաև մեր հայկական արդեն արտադրողները, հա, եւս սկսեցին իրենց հետ աշխատել, թե հələ դեռ աշխատում են մեր ընկերությունների հետ։ Չէ, ընդհանրապես աշխատում են հայկական ընկերությունների հետ, որովհետեւ տարեցտարի հայկական ընկերությունները ավելի շատ սեփական ռեսուրս են դնում դրա մեջ ու սարքում են սեփական սերվիս։ Օրինակ 10 տարի առաջ շատ քիչ հայկական ընկերություններ կային, որոնք որ իրենք հավաքական փոխադրումներ Եվրոպայում էին կատարում կամ բան, բոլորը օգտվում էին արտերկրի կազմակերպությունից։ Իսկ հիմա շատերն են արդեն եկել դրան, նույնը Չինաստանի հետ կապված։ Երկու բառով եք ուզենայինք անդրադառնանք, այս վերջերս ձևավորվեց բեռնափոխադրողների, հա, լոգիստիկ ասոցիացիան, Armenia Logistic ասոցիացիան, բավականին հարազատ դեմքեր էին, շնորհանդեսին եւ ողջունում ենք այդ նախաձեռնությունը։ Մանավանդ երբ որ հասկանում ես, որ մասնագիտական մի հատ կառույց է ձևավորվում, որը որ այսուհետ օրակարգում կպայի նաև այդ խնդիրները, որ գոնե մենք չվերաբերվենք լոգիստիկային որպես բեռնատար, հա։ Մի քիչ մտածենք, որ ավելին է դա։ Եթե ինչ-որ այդ առումով ունեք ասելիք, առաքելություն, անելիք մոտակա, այդ առումով գիտեմ, որ հոգեբարձուների խորհրդի մեջ է եւ այլ, ահա։ Մեջ եմ ու շատ մեծ պատիվ է իմ համար դա, որ երբ որ ինձ առաջարկվեց խորհրդում լինել, լոգիստիկ ասոցիացիան բացվել է մի նպատակով՝ ոլորտի կարգավորման եւ օգնելու լոգիստիկ ընկերություններին այս ոլորտում ճիշտ դիրքավորվելու եւ իրենց շահերը պաշտպանելու եւ ընդհանուր ոլորտը ավելի safe սարքելու, այսինքն ապահով սարքելու, կանխատեսելի սարքելու եւ նաեւ ինչու՞ չէ հարցերը բարձրաձայնելու եւ խնդիրները լուծելու համար։ Այն ինչ որ առաջնահերթություն է ձևավորել, որ չլինի էլի, որտեղ միշտ տպավորություն կա, որ հազարատ հարց կա, հələ որից սկսես։ Հա, չէ, ու հարցը այն է, որ պետքա սկսել միանգամից բոլոր հարցերով, տարբեր ուղղություններով աշխատել, որովհետեւ թե լոգիստիկ ընկերություններն ունեն կատարելու աշխատանք, թե պետությունը ունի կատարելու աշխատանք, եւ թե պետք է մեր հաճախորդներին, այսինքն պատվիրատուներին սովորեցնել, թե ինչպես պետք է ճիշտ լոգիստիկան կազմակերպել եւ ինչ ընկերությունների բանով։ Շատ լավ։ Աշոտ ջան, ասեմ պահնա, որ բզբզ հարց ունենք, ես ամեն ինչ արեցի, որ ձգձգեմ։ Պետք է քաշեմ։ Եկավ այդ, հա, քաշում ես, որտեղից հարմար է, քաշում եւ քաշվում։ Տալիս եմ թե կարդում եմ։ Եղբայր, դու կարդում ես, հետո չասես, ես ինչ կարդացի։ Ինչպես է գործարարին օգնում հուզական ինտելեկտը։ Ահա։ Հարցը նույնիսկ ինչը միանգամից ասեմ, որ մենք ունենալու ենք նաև հնարավորություն ավարտին, հա, քո կողմից կլինի հարց հաջորդ մեր հյուրերին եւ այստեղ տեղադրված կլինի բզբզ հարցերի մեջ, այնպես որ մեզ այս հարցը մեր նախորդ մասնակիցներից հյուրերից է Հայկ Մկրտչյան, Հայկի ողջունում ենք, Հայկի հարցը ընդրավ։ Նորից հարցը ինչպես է գործարարին օգնում հուզական ինտելեկտը։ Շատ լավ։ Իրականում բզբզ հարցեր։ Ահա։ Մի հատ եկեք բացված կտանք այդ հուզական ինտելեկտին նոր երևույթ է, ավելի շատ հայերենով տենց ինքը շատ քիչ է կիրառվում ցավոք սրտի, emotional intellect-ի մասին է, հա, տենց մենք ոնց են ասում, ինչպես կասեն մեծ ավելի տարիքով մարդին, հորով-մորով արեցինք IQ-ն, հիմա էլ անցել ենք EQ-ի։ Հիմա այդ բայց արի ուտես, որ շատ կարևոր երևույթ է, այսինքն գիտելիք բավարար չի, որպեսզի իրեն կարողանաս կիրառես եւ այլն։
պետք է նաև ինչ-որ նոր երևույթներ, որը որ իսկապես ձևավորվեց մասնագետների կողմից որպես հուզական ինտելեկտ։ Ես ինչքանով որ հասկանում եմ, ինտուիցիայի ինքը ավելի շատ այո, այդ էմպաթիա կոչեցյալն է, թիմային աշխատանքը, կոմունիկացիոն հմտությունները, հա, ինչ որտեղ նույնիսկ դնում են, հա, ճկունությունը եւ այդ ամենը, որովհետեւ գործարարի համար ինչպես է դա։ Իմ կարծիքով հենց ձեր նշված ճկունությունը պայտակ ճիշտ որոշումներ կայացնելը ստանդարտից դուրս ստրեսականությունը օրինակ ես իմ օրինակով կարող եմ ասել վերջի 4 ամիսը մեր ոլորտում տենց մաքսիմալ ստրեսի տակ էինք աշխատել հենց մեր ընկերությունը իդեպ ասեմ այսօր ավարտվեց այդ ստրեսը դրա համար էսպես ուրախ հա վերջապես ու ասում եմ նշանակություն չունի ոնց ավարտել կարևոր ավարտվել է ասում շատ վատ է ավարտվել բայց ուրախ եմ որ ավարտվել է դրանից ասեմ բայց իրականում ստրեսականությունը իմ կարծիքով շատ կարևոր դրույթ է գործարարի համար որովհետև դու եթե քեզ կորցրեցիր ինչ որ իրավիճակում առաջնային սկսում ես մաքսիմալ ինտելեկտդ քիչ օգտագործել, ռեսուրսները չտեսնել եւ այդ ժամանակ ոնց որ ճանապարհները փակվեն հենց գլխի մեջ ու դու միայն մի ճանապարհ տենաս դեպի անկում։ Իսկ դա իհարկե չի օգնում մեզ հանգարվան։ Ամբողջ թիմը այդ բային ձեզանայում, հա։ Թիմը այդ պահին եթե տեսավ ինքը ստրեսի մեջ ղեկավար, ում վրա պետք է ինքը հույս դնի, ոչ մեկի արդեն։ Արդեն ինքը տեսնում է, որ այստեղ խնդրեմ կա, հուսահատվում է եւ իր մոտ շարունակում է խնդիրները մի օր էլ դուրս է գալիս, ասում է ավելի լավ է ես գնամ այնտեղ, որտեղ որ ավելի պաշտպանված կլինեմ, խնդիրներն էլ լուծող կլինի, էլի։ Կարծիքով շատ ճիշտ է, շատ դժվար է դա պահել, որովհետեւ բիզնեսում այնպիսի խնդիրներ են գալիս, որ պայտակ ուզում ես sense հեռախոսն անջատես, բիզնեսը ինքոմ դնես, գնաս մի կողմ ու ուղղակի որպես մարդ քեզ կաս, բայց մենք ինքներս ենք գտրել այդ ուղղությունը, որ պետք է Այսինքն եւս մի հատ ադրենալինի, հա, տեղը։ Դե միշտ կա էլի։ Դե միշտ կա ու առանց դրա չի լինում։ Ես օրինակ իմ վրա զգացել եմ, որ օրինակ հանգստի մեկնելուց 7 օրից հետո ես հոգնում եմ այդ հանգստից, այն դրայվն եմ ուզում վերադառնալ, որովհետև արդեն սովոր եմ դրան։ Շատ լավ։ Եվ այսպես անցնենք հաջորդ հարցին։ Հարցը ձևակերպված է եւ հեսա կարտաբերվի արհեստական բանականության կողմից։ Մենք տենց լուրջ հաղորդում ենք, լուրջ հովանավորներով, եղբայր։ Այնպես հարցը եթե պետք է կկրկնեմ, հա, լսում ենք եւ հետո արդեն փորձում ենք պատասխանել։ Համաշխարհային բանկի տվյալներով համաշխարհային առևտրի ծավալի քանի տոկոսն է իրականացվում ծովով։ 50, 60, 70, 80։ Համաշխարհային բանկի տվյալներով համաշխարհային առևտրի ծավալի քանի տոկոսն է իրականացվում ծովով։ 50, 60, 70, 80։ Թողենք արհեստական բանականությունը հանգստանա։ Ինձ էլ մեզ պետք է լինելու։ Փորձեմ ենթադրել Նարեկ ջան, որ մոտ 70%-ը ծովով պետք է կատարվի։ Ինչ ես ճիշտ պատասխանում։ Չգիտեմ, ասցի չէ, այսօր արդեն թեթևացած եմ։ Քեզ պատմություն է, որ երեք կանչեի։ Եթե պետք է սխալ Չի Աշոտ ջան, շատ ճիշտ պատասխան էր։ Ու ես իշտ ամենահետաքրքիրը քեզ թվում է թե ամբողջ աշխարհը ցամաքներով ու տրանսպորտներով է ու շատ դեպքերում մարդիկ ուշադրություն չեն դարձնում այդ փոքրիկ շարժում եղավ հուսիտների հետ ու մարդիկ ասեն հա դա ինչ է եղել այդ հուսիտներն էլի արի ու տեսար 70%-ը ծովով է էլի այսինքն փոքրիկ հուսիտները նենց արեցին որ իր գործոն ունեն էլի այդ 70%-ի մեջ ու Չէ, իրականում շատ մեծ է ծավալը, էլի, բեռնափոխադրումների հենց ծովով, որովհետև պարզ բան, ամենաէժան փոխադրում միջոցն է։ Փոխարինող երևույթ հայտնվում է, որովհետև դե ինքը եղել է նաև, նո անհնար է, չէ՞, ինչ-որ մի բան մնա, ինչ-որ մի հատ նոր զարգացումով նոր բան է գալիս, այսինքն այս նոր ստեղծվող ուղիները, նոր ստեղծվող միջանցքները, հա, այն ինչ որ ուզում է Չինաստանը կառուցի, այն ինչ որ փորձում են հյուսիս-հարավ մի քանի հատ, հա, տենց այն ինչ որ Հնդկաստանը, Պարսկաստանով հույս դնելով մեր վրա ինչ որ բան եւս փորձում են կառուցել, այդ ամեն ինչը կփոխի իրավիճակը ցամաքային, թե ինձ թվում է մի քիչ ցամաքային փոխադրումների ծավալը կավելանա, հենց նույն ձեր նշած միջանցքով, որը որ
կապելու է Հնդկաստան, Պարսկաստան, Հայաստան, հետո Թուրքիա ու հետո Եվրոպա, այս միջանցքն են ուզում գցեն, նույն ձև Չինաստանին ու Ռուսաստանին, այսպես ասած, խաղից հանելով։ Ու ինձ թվում է այդ պարագայում, քանի որ ծովային հատվածը մինիմալանում է, զուտ Հնդկաստան, Իրան հատվածն ամնում ծովային, ծավալները կավելանան, բայց թե ինչքանով դա կգործի, որովհետև այդ ծավալները անեն անելու, հանկացնելու են։ Այո։ Ես ինչի՞ս այս հարցը տվեցի, որովհետև մենք քանի որ շատ դեպքերում ցավոք սրտի ապրում ենք տենց հայկական մեդիա բաբլի մեջ, այսինքն մենք միայն մեր նորություններն ենք նայում, ու մեր մոտ տպավորությունն է, որ տենց կամածից սկսում է ձևավորվել Հայաստանի գլոբուսը։ Այսինքն աշխարհը չկա հայկական իրականությունից դուրս։ Միջազգային մի քանի պրոյեկտների մեջ եմ ներգրավված եւ ապշած էի մնացել, որ լուրջ միջանցքի, հա, այտենց ծրագիր ունի Իրաքը, Խաշմերուկային, լուրջ ծրագրեր էր ներկայացրել ժամանակին Սիրիան եւ ու խանգարեց ինչ-որ մարդկանց դրա համար եղավ այն ինչ-որ եղավ, այդպեսին գրեթե բոլորը խոսում են ինչ-որ միջանցքների մասին, հա, այսինքն ոնց որ աշխարհում մրցակցություն է սկսվել, հա, միջանցքների ոնց որ մի փուլ կա, չէ, բոլորը կրիպտո արժեքներ էին ստեղծում, հիմա դες բոլոր պետությունները ինչ-որ միջանցքների, որտեղ կա արդեն հասկացողություն միջին կենտրոնական Ասիայի միջանցքը, որը նշվեց, հա, հետո կա տակով, մերը հյուսիս-հարավով Իրաքն է ներկայացրել, ընդհանրապես Աշոտ ջան, ինչ ես մտածում, ստեղծված իրավիճակից, որտեղ շատ է շփվում, էլի միջազգային գործընկերների հետ։ Մենք շանս ունենք, ինչ-որ մի շատ լավ միջանց մեր մոտով բերենք ու ապահովենք ինչ-որ մի բան մեր համար։ Նարեկ ջան, կարծում եմ ներկայությամբ մեր համար շանս ստեղծվում է, որ մենք դա անենք, ուղղակի մենք պետք է կարողանանք պատրաստ լինել դրան։ Այս ինչպես նշեցի, նույն անցած տարվա ցուցանիշների մասին, որ մենք պատրաստ չեղանք այդ ամեն ինչը պահել, հիմա էլ շատ հնարավոր է հենց լինի, որ մենք չկարողանանք պահենք, որովհետև ներկայությամբ մենք չունենք այդ ինֆրաստրուկտուրան։ Այդ ինչու՞մն է, էլի խնդրի, ինֆրաստրուկտուրա, այսինքն պահեստային հատվածները, ճանապարհներ, օրինակ Երևանում բեռների գալը ընդամենը 6-7 հատ պահեստային փոքրիկ տարածքներ են սպասարկում, մաքսային տերմինալներ։ Երբ որ դու քո բեռը վերում ես այս արագության դարում, երբ որ դու ֆինանս ես դրել, վարկային միջոցներ ես ներգրավում, տրանսպորտ է գալիս է, բան մեկ է գալիս է Երևան, հասնում է բեռը ու 5 օր տերմինալում տեղ չկա, որ քո բեռը դատարկվի, դու մաքսազերծում անես։ Հիմա պատկերացնենք, եթե դա լինի արդեն միջանցքային տրամաբանությամբ, երբ որ տրանզիտ պետք է կատարել, հարյուրապատիկ բեռեր, այսինքն բեռները շատ լցվի, մեր մոտ դա ուղղակի չի կարող կատարվել։ Այսինքն մենք հիմիկվայից պետք է մտածենք այդ ինֆրաստրուկտուրան զարգացնելու համար։ Իհարկե դա պահանջում է շատ գումարներ, բայց դա կարող լինի պետական միջոցներով այդ ստեղծելը շատ հեշտ է։ Սուտ պետք է լինի հասկացողություն դրան։ Պլյուս դրան մենք ճանապարհների խնդիրներ ունենք։ Մենք միջանցք հանդիսանալու համար օրինակ շատ քիչ ավիակամպանիաներ են ստեղ ներկայացված, այսինքն շատ քիչ ուղղություններով աթռիչքներ կատարվում ստեղից։ Այդ ամեն ինչը կարգավորելու համար process-ները պետքա ոնց որ ոչ թե գա հասնի խնդիրը նոր ասեն այս խնդիրն է, այլ պատրաստվեն այդ խնդրին, որովհետև իմ կարծիքով մասնագետները կան, մասնագետները այդ խնդիրները պատկերացնում են, հստակ մենք ամենախելացին չենք այդ ամեն ինչի մեջ ու այդ զուտ այդ մասնագետներին լսելա պետք։ Լսել ու ճանապարհային քարտեզ ստեղծել եւ անել։ Այս վերջերս մի հատ շատ հետաքրքիր դիտարկում լսեցի, հա, այդպես ինչ որ բանի մասին այդպես խոսում ես, մեկ էլ մարդ կար ասեց, լսի, պետք է գործ անել, հակառակ դեպքում ինքը կենացի է նմանվում, հա, տպավորություն որ կենացներ ենք մենք հնչեցնում եւ գործընկերս, որը բավականին լուրջ խորացած է, հա, լեզվի վրա ասեց, իսկ ով ասեց որ կենացը վատ բան է, այսինքն կենացի մեջ կյանք բառը կա ու շատ բաներ կան, որ կյանքի նշանակություն ունեն։ Այ ճանապարհները ու այն ինչ որ վերաբերում է լոգիստիկային, ինքը կյանքի իմաստ ունի, այսինքն թե մեր որտեղ մեր միգուցե մեր մրցակցային առավելությունը դրանում կլինի, որ իսկապես շատ բեռնափոխադրումներ Հայաստանով գնան, այդ դեպքում կնվազի բեռը հայկական արտադրողի համար եւ իր համար ավելի հեշտ կլինի իր ապրանքը տարբեր երկրներ ուղարկել։ Բայց դրա համար պետք է ինֆրաստրուկտուրա փաստորեն։ Պետք է ստեղծել հնարավորություններ, որովհետեւ եթե դու վերցնես շատ ուրիշ օրինակով ասեմ, ես ունենամ օրինակ 5 մեքենա, բեռնափոխադրման վերցնեմ, որ անելու եմ 500 մեքենայի փոխադրում 1 ամսում։ Եթե ես 1 անգամ վերցեցի, չարեցի դա, ու վերջ, երկրորդ անգամ ինձ չեն տալու այդ հնարավորությունը, ճիշտ է։ Իսկ դրա համար ես պետք է այդ 500 փոխադրման համար արդեն պատրաստ եմ գոնե 300-400 մեքենա ու հետո ավելացնեմ։
Այս է խնդիրը, որ մենք դրան պետք է պատրաստվենք։ Մեքենա ասելով ես սիմվոլիկ բանն եմ ասում, այստեղ պետք է պատրաստվենք։ Մենք բոլորս ամեն ինչ կտոր իր անելիքը ունի իր անելիքը պետությունը, ունի իր անելիքը բիզնեսը եւ ունի իր անելիքը, օրինակ մեր նոր ստեղծված լոգիստիկ ասոցիացիան, որը պետք է շատ աշխատի այդ ամեն ինչը իրար համադրելու համար, թե պետությանը բան տալու, ինֆորմացիա տալու համար, թե լոգիստիկ ընկերություններին պատրաստելու համար, որտեղ մենք պատրաստում ենք նաև մասնագիտական որակավորման վրա աշխատել։ Շատ լավ է։ Որովհետև դա եւս շատ կարևոր երևույթ է։ Աշոտ ջան, մենք անցնում ենք հաջորդ մեր հարցին։ Քանի պատրաստ ենք։ Հա։ Եվ այսպես հաջորդ մեր հարցը, քանի գործընկեր էր նշված ձեր տաղավարի մեծ LED պաստառի վրա հոկտեմբերին կայացած էքսպոյի ընթացքում։ Գործընկեր։ Թվեր կան։ Հա, տարբերակներ կան, ճիշտ։ Հա, միշտ մենք տարբերակ ունենք։ Ամեն անգամ ես սպասում, որովհետև մեկ էս կարող եմ միամիտ ասես, ասենց եւ այսպես առաջի տարբերակ 40 գործընկեր, երկրորդ տարբերակ ուրեմն 50, երրորդ տարբերակ 45 եւ չորրորդ տարբերակ 60։ Չգիտես ինչի մտածում եմ 45 էր։ 45 գործընկեր։ 45 գործընկեր։ Եվ ես ուրախ եմ, որովհետեւ մենք մոտենում ենք բզ հարցին։ Այո, այո։ Սխալվեցիր, ճիշտ պատասխանը 50-ն էր։ 50-ն էր։ Okay։ Նախ Էդ ես չէի արել։ Դիետ չի հաստատել։ Նա այսպեսի բան եմ ուզում ընդհանրապես կիսահումորային տարբերակ էր։ Ուրեմն եթե չեմ սխալվում, այս երևույթը Ղազախստանում էր, այն վաղ նոր ձևավորում էր այդ էքսպո երևույթները եւ առաջին այս լոգիստիկ տենց քննարկումներ ու քանի որ բոլոր ընկերությունները, որոնք զբաղվում են բեռնափոխադրումներով, գրեթե բոլորի մոտ կա այդ նկարը կամ ինչ-որ մի ձև արտացոլված է, հա, բեռնատար, հետևը ուրեմն գնաց ու վերևից ինքնաթիռ։ Ուրեմն 60 տաղավար էր, բոլորը նույն նկարով։ Ուրեմն որ անցնում էր, տպավորություն էր, որ ընդհանրապես կախված տպարանից թե որտեղ են տպել, հա, այդ նկարը մի քիչ ֆոնով փոխվում է։ Մի քիչ գույնային տարբեր։ Դա որ ասեմ մի 15 տարվա առաջ պատմություն էր, ու ամեն մեկ մտածել էր, որ ինքը այդ հարցով օրիգինալ է եղել, այդպես նկարակցել էլի։ Ու այդ բանա չէ, որ Google-ում պոյսկ ես տալիս, առաջի նկարն է բերում։ Առաջի նկարն է։ Ես կուզենամ մի հատ անդրադառնանք մի փոքր այդ երևույթին, հա, էքսպոներին որպես այդպեսին, հա, որտեղ իրենք է որպես մարքեթինգային գործիք շատ կարևոր, թանկարժեք, բայց միևնույն ժամանակ, հա, խնդիրներ լուծող գործիք է։ Եթե իրան ճիշտ օգտագործես, կուզենայի մի քիչ անդրադառնալ այդ երևույթին, հա, ինչ ընկերությունը նախընտրում է, մասնակցում եք էքսպոներին Հայաստանում, թե Հայաստանից դուրս, ոնց է այդ ամենը։ Այսպես ասեմ, Նարեկ ջան, էքսպոներին մենք շատ չենք մասնակցել, բայց օրինակ վերջի էքսպոին, որը որ կազմակերպված էր Հայաստանում ու հենց տարբեր բիզնեսների բաններ, մեզ շատ հետաքրքիր էր հենց այդ առումով, որովհետև մենք ինքներս հենց ասոցացնում ենք մեզ դրա հետ, որ մենք միշտ աշխատում ենք տարբեր բիզնեսների հետ, այսինքն դա կապ չունի ատամնաբուժական ընկերություն է, թե գործարան է, որը որ ծխախոտ է պատրաստում, թե ինչ, այսինքն բոլորի հետ մենք միշտ կապը ունենք։ Այսինքն սկսած ընդհանուր ֆիզանձերից էլ ով պետք է բեռնափոխադրում, մեզ կապը կա։ Այսինքն սեգմենտավորում մեր մոտ այդ առումով գոյություն չունի ու մեզ շատ հետաքրքիր է այդտեղ մասնակցել, մեզ ներկայացնել, քանի որ մի քիչ ճիշտն ասած Հայաստանում լոգիստիկ ընկերությունների նկատմամբ վերաբերմունքը մի քիչ շատ սկեպտիկ է եւ ուրիշ ձև են վերաբերվում։ Չերևացող բիզնես է։ Այսինքն մենք նույնիսկ շատ անգամ չենք գիտակցում, որ նույն ոնց ասեմ, ամեն ինչ արդեն իրեն հաստատած, հասած e-commerce-ի հետևում, հա, նույն marketplace-երի հետևում լոգիստիկան է կանգնած, այսինքն ամբողջ տրամաբանությունը լոգիստիկան է, այ ցանկացած marketplace-ի առելի մեծ կտորը լոգիստիկա է։ Այո։ Հենց այդ էր բանը ու ուզեցանք ցույց տանք, որ լոգիստիկ ընկերությունը իրենց պատկերացումներից տարբերվում է։ Ու մի քիչ էլ, այսպես ասեմ, Հայաստանում մի քիչ շատ է չարչիություն է այդ աշխատանքի մեջ, կներեք այս կոպիտ բառի համար, բայց ուրեմն անելիք ունենք։ Շատ ունենք։ Շատ իրականում շատ։ Այս ես խնդրում եմ մեզ լսող դիտողները մեզ ճիշտ հասկանան, մեր մոտ մասնագիտական քննարկումներ եւ շատ հարցերով, այո, մենք պետք է իրենց անունով կոչենք, որովհետեւ սա ոչ թե ինչ-որ բան բնորոշել ուրախանալն է, ոչ։ Այդ նշանակում մենք անելիք ունենք, որովհետեւ եթե մենք
կարողացանք ուժեղացնել մեր լոգիստիկ ոլորտը ընդհանուր ուժերով, ապա եւս մի հատ սուպեր մրցակցային առավելություն պետությունը կստանա։ Դա շատ կարևոր երևույթ է, էլի։ Աշոտ ջան, բզբզ հարց։ Ես ուզում եի չբացեի, մոռանայինք։ Բայց ես կմոռանամ դες բան։ Այն հարցը վերադարձեցիր մեջը։ Հա։ Բայց նույնը չեմ քաշի։ Հա, լավ։ Ինչպես ես վերաբերվում կաշառք երևույթին, արդյոք ինքդ երբևէ առնչվել ես։ Ահա։ Գույները կարմրեցին, բայց ասում եմ նոր էի բրծե խնդիրներից, նորից մի հատ խնդրեմ բացեցիք։ Չէ, կաշառքի հետ առնչվել եմ, բայց ոչ Հայաստանում։ Այդպես սխալ պատասխանեմ։ Այդպես մի հատ հումոր կա, չէ, ասում է, այդ ճիշտ է, որ ձեր երկրում չի կարելի հումոր անել նախագահի վրա, ասում է, ով ասե, մեր երկրում լիքը հումորներ կարաս անես Միացյալ Նահանգների նախագահի վրա։ Հիմա այդ երավել, ասում է, առնչվել եմ կաշառքի հետ, բայց ոչ մեր երկրում։ Գնացեք։ Թե բիզնեսով, թե անձնական, իհարկե առնչվել եմ կաշառք երևույթին։ Անձնապես ո՞նց ես դրան վերաբերվում։ Անձնապես, այսպես ասեմ, այն երկրներում, ես Հայաստանի մասին հիմա չեմ խոսում, ինչի համար, որովհետև Հայաստանում կաշառքի վերացումից հետո իմ համար շատ ավելի գերազանց է իրավիճակը, երբ որ տերում ես օրինակ մեր ոստիկանները այն ժամանակվա նման չէր, հիմա ուրիշ ձևն է։ Բայց որ ճիշտն ասեմ, եկան երկրներ, որտեղ որ կաշառքը քեզ շատ օգնում է այդ հարցում։ Այսինքն բյուրոկրատիան այնպեսին է ստեղծված, որ դու մի խնդրիդ հասնելու համար տենց ամիսներ կարող է ծախսես։ Աշխատելավոճի մի հատ տեսակ է։ Հենց սպեցիալնը ստեղծված տեսակ է, որպեսզի դու գաս դրան, այսինքն ինքը հենց հիերարխիան հենց ասարկած, որ դու մի անգամից նայես, ասես 3 ամիս այս խնդրով գնալու եմ, ինչը կարող եմ օրինակի համար 1 օրում լուծել, օրինակ իմ բիզնեսը դրանից չի տուժի, ու իմ գործընկերները չեն։ Հա։ Բայց այդ երկրներից օրինակ Ռուսաստանը ի զարմանս մեծ նաև եվրոպական երկրներ կան, որոնք որ դրա վրա շատ բան են։ Մենք մի քիչ նենց ռեգիոնում ենք ապրում, որ շուրջ բոլորը որ փռում ես հարցեր լուծելու համար, դա պետք է լինի։ Իհարկե շատ sense երևույթներ չկան, որ մեզ պետք են, բայց որ խնդիրը ստեղծվում է, պետքա պատրաստ լինես տարբեր ուղիներով լուծելու։ Շատ անկեղծացա չէ երևի։ Չէ, շատ ամեն ինչ մի հատ հետաքրքիր պայի եկանք հասանք, որովհետև շատ դեպքերում տպավորություն է, որ եթե ինքը տենց կա, տենց մեկ է թեման փորձում եք շրջանցել, այնինչ մի հատ այսպեսի մոտեցում կա, էլի, ասում եմ, կարևորը գործընկեր ունեմ, որ իր համար նշանակություն չունի, ասում եմ, այդ երկրում կա կաշառք, չկա կաշառք, որովհետև երկիր չկա, որ կաշառք չունենա, ընդհանրապես կաշառքի, հա, կոռուպցիա կոչեցյալի տոկոսն է, իշխանը, հա, որովհետև տենց երկիր գոյություն չունի։ Կալիբրը թե որտեղ է։ Մեկ է շատ կարևոր է իր ռեբրենդինգ եղած տեսակը, որովհետև կաշառքը կա, ասես փոխվում է, տենց ինքը պայմանական տենց կիսա հիմնադրային մի հատ տարբերակ է դառնում, բարեգործականը, որ դու չես հասկանում, դա կաշառքն է, թե կաշառք չէ։ Այնպես որ ասում է ամեն ինչ չէ, էլի, որ այդ անունով է կոչվելու, բայց գործընկերս մի շատ հետաքրքիր մոտեցում ունի, ինձ հետաքրքիր կներ քո կարծիքը այդ առումով։ Ինքը ասում է, գիտես ինչ, իմ համար նշանակություն չունի այդ երկրում ինչ բարքեր կան, կարևորը այդ բարքերը լինեն հավասար բոլորի համար։ Այսինքն, եթե կաշառակերություն է պայմանական, հա, թող կաշառք լինի բոլորի համար։ Կամ եթե sense է, թող բոլորի համար լինի, որտեղ ասում եմ, ես արագ կհասկանամ ինչ, այ ինքը ասում է, ես նեղվում եմ, երբ որ այդ բարքերը ինչ որ մեկի համար փափուկ է, ինչ որ մեկի համար բարդ է, ու արդյունքում քեզ ոնց որ սահմանափակել են, էլի, այստեղ դու պիտի խաղաս, էսա քո խաղի տեղը։ Ու դու չես պատկերացնում, կարաս գնաս դրան, թե չես կարա գնալ։ Այ շատ լավ, բավականին անկեղծ էր, մերսի Աշոտ ջան, որովհետև Ձեզ մերսի։ Հա, ասում եմ, նույնիսկ խնդրեցի քեզ մարդուն ջուր։ Այսինքն բզբզ հարցեր եք դնում։ Ասում ես ինչ եք անում։ Ես էլ մի ամիտ պատասխանեցի։ Հա։ Աշոտ ջան, մեր հաջորդ հարցը մեզ օգնելու է, որպեսզի մեզ օգնելու է իհարկե, այդպես պայմանական եմ ասում, էլի։ Մեզ օգնելու է, որ մի հատ բզբզ հարց ունենանք, օգնելու են ձեր թիմակիցները, որտեղ հարցը ձեր թիմակցի կողմից է։ Եվ հարցը ինքը տենց հանելուկային է։ Հետո մի քիչ կմեկնաբանենք, էլի, այսինքն խնդրեմ լսեք ու ասում եմ անկեղծ կասես արդեն, գնացինք։ Լսում ենք։ Այ չէ։ Պարոն Միրաքյան, որն է եղել Secret Santa-ի կողմից ստացված ձեր ամենասիրված նվերը։ Պարոն Միրաքյան, որն է եղել։
Շփկացի։ Իրականում զարմացա որ մեր իմ գործընկերներն էլ են ստեղ հայտնվել եւ այն էլ հարցով։ Ոնց, բա մենք sense ամեն տեղից։ Բայց հիշվում է հայտնվել իրականում ասեմ, շատ է հիշվում։ Ինքը տենց բրոնզագույն ներկված ինչ-որ sense կերամիկ ցուլ էր ու հետաքրքիր է նա որ դա նվիրել էր մի աշխատակից, որը որ 15 օր էր ընդունվել աշխատանքի։ Չգիտեմ ինչով էր դա ասոցացրել իմ կերպարի հետ, որովհետև ընդհանրապես դրա հետ կապ չունի։ Ու այդ ցուլը այնքան դուրս չէր եկել, որ հենց այդ նույն օրը ինքը պատահաբար ես չեմ մասնակցել, անկնում է ու ջարդում, որ տենց իդեալական իր տեղը գտա։ Չարը խափանվեց։ Հիմա վիպակում ցուլը խափանվեց, հա։ Ես մի հատ այսպեսի երևույթի կուզենամ անդրադառնամ այս հարցի շրջանակում, նա շնորհակալություն իհարկե անկեղծ պատասխանի համար, որովհետև սա հենց այլ ճիշտ պատասխանն էր։ Մի հատ այսպեսի բան կա, այդ ուզում մի քիչ խոսանք team building-ների մասին։ Տես այդ Secret Santa-ն, ինքը team building product է, հա։ Տարբեր team building-ներ կան, ամանորի հետ կախված, ամառը ընկերության տոն միջոցառումն է, քաղաքից դուրս կորպորատիվ կա։ Նախ ոնց է այդպես երևույթներին վերաբերում։ Երկրորդը, ինչ ես մտածում, իրենք պետք է լինեն ինչ-որ ուղղվածության հստակ ծրագրով, թե տենց պայմանական, ոնց որ տղեկով եմ կամ ընտանիքներով հավաքվում ես գնում ես ուտել խմելու, այդպես էլ էդի պիտի լինի։ Որտեվ շատ տպավորություն կա, որ ինքը հենց այդ գծով է գնում, էլի, այսինքն, բայց այնինչ ընկերներով դա ուրիշ միջավայր է, բայց աշխատանքային է մի քիչ, բայց ես չեմ ուզում ճնշեմ, հա, իմ պատասխանով, բայց ոնց ես մտածում, էլի, այդ առումով։ Իրականում ես շատ կողմ եմ team building-ներին, հենց նմանատիպ միջոցառումներին, ճիշտ է շատ ժամանակ չի լինում իրագործել են ամենը ինչ որ ցանկանում եմ, ժամանակի սովության պատճառով զբաղվածության ու այսպեսի բաների պատճառով։ Բայց իմ փորձով կարող եմ ասել, որ այդ ստանդարտ իրավիճակները, երբ որ sense ընկերական ձևով առանց ինչ-որ ծրագրի, մի պահ գալիս է, որ սպառում են իրենց։ Ու աշխատակիցներին ավելի հետաքրքիր է լինում նույն այդ ամեն ինչը կազմակերպել ինչ-որ հետաքրքիր ծրագրով, խաղային միջավայրով ինչ-որ, որպեսզի ավելի բացվեն։ Ու մի բան էլ եմ զգացել, որ այդ team building-ներում պետք է ղեկավարը մի քիչ շուտ ինքը լքի այդ տեղը, որ ավելի բաց այդ ամեն ինչը կատարվի, ավելի նորմալ ձևի շփումը գնա կորպորատիվին էլ, ինքը շուտ գնա, որ մարդիկ լիաթոք ուրախանան, որովհետև մի քիչ իմ կարծիքով կա այդ զսպվածությունը աշխատակիցների մոտ կազմակերպության կորպորատիվն է, այտենց ժամը 10-ը միջև դու լինես, հետո գնաս, որ իրանք լիարժեք ուրախանան, որովհետև ամեն դեպքում դու կազմակերպում ես, որ իրանք այդ հաճույքը ստանան, իրար հետ շփվեն։ Լիցքաթափվեն, հա, այսինքն այդ պահը կա։ Միևնույն ինչքան է մարդամոտ լինես, հա, ինչքան է ընկերական լինես, պայմանական մարդիկ նկարազգում են սուբորդինացիա։ Հա, սուբորդինացիան կա, ու այդ լավ է պրինցիպի, բայց իրանց խանգարում է, որ իրանք ավելի բացվեն, ուրախանան, լիաթոք այդ օրը անցկացնեն, լիաթոք։ Աշոտ ջան, եւ վերջի հարցը ինձ հետաքրում է ընդհանրապես շատ դեպքերում լոգիստիկ ընկերությունների մեջ կարևոր, թվում է թե բեռնափոխադրումն մեջ շատ կարևոր է տեխնիկան, շատ կարևոր է պահեստները, շատ կարևոր են դրսի կապերը, մարդկային գործոնը։ Որտեղ է գտնվում այդ ամենը։ Իմ համար լոգիստիկ ընկերության մեջ մարդկային գործոնն է ամենակարևորը, որովհետև լոգիստներին պատկերացնելու համար Սենց բարերով պատմելով չի կարելի բան։ Պետք է զուտ 1-2 օր մասնա։ Այսինքն բերես, վերապատրաստես։ Իմ փորձով նենց է ստացվել, որ ավելի ճիշտ է 0-ից մարդուն սովորեցնես եւ աշխատանքի մեջ մտցնես, քան թե ուրիշ ոլորտից բերես, փոխես իր պատրաստությունը, իր բան, որովհետեւ միշտ համեմատում են այդ ժամանակ մյուս աշխատատեղի հետ։ Ստրեսը շատ է օրինակ լոգիստիկայում շատ է։ Որովհետև դու պատասխանատվություն ես կրում մարդկանց գույքի հետ, որի համար իրենք շատ մեծ գումարներ են ծախսեն, մեկը մի բան արել են, ու դու պետք է մաքսիմալ ճիշտ լուծումներ տաս ամեն պահի։ Իսկ լոգիստիկայում խնդիրները 24/7 են ծագում, այսինքն մենք չունենք այնց աշխատանքային բան, որ օրինակի համար մեր հաճախորդը ժամը 9-ին զանգի կամ ինչ-որ մեկը զանգի գործով մենք չվերցնենք։ Որովհետև ասի զանգեք ժամը 9-ին։ Որովհետև դու այդ 12 ժամը կկորցնես, քո խնդիրը այսքանից կդառնա շատ ավելի մեծ, անկառավարելի, եւ դու չես կարող դրատակից հետո դուրս գաս, էլի։ Իրականում լոգիստիկայի մեջ նաեւ կա այն
Отличительный черта, ասենց ասած ռուսերեն ասեմ, այնա որ ինքը բազմաֆունկցիոնալ աշխատանք ես դու անում։ Դու անում ես համ էկոնոմիստի աշխատանք, համ մի քիչ պետքա իրավագիտություն իմանաս, համ հաշվարկների մեջ ճիշտ լինես, այսինքն համ եթե դու օրինակի համար ինչ-որ բան ես տեղադրում, երկրաչափություն պետքա իմանաս, ել չասեմ աշխարհագրություն պետքա իմանաս, լեզու պետքա իմանաս, SSN ու վերջում ստացվում է որ դու ասես մի հատ conveyor-ի նման աշխատում ես։ Պետք է միշտ թարմացնես այդ գիտելիքները եւ հմտությունները, կապերը, իրավիճակը ու նաեւ կարողանաս ինքդ քեզ էլ թարմացնես, որովհետեւ այդ լարվածությունը օրվա ընթացքում որ գալիս է 1, 2, 3, հետո բերում է մի հատ ստրեսային պայթյունի, որը որ փորձում ենք որ չլինի։ Շատ լավ, Աշոտ ջան, ես շատ շնորհակալ եմ այս մեր քննարկման համար, որովհետեւ ես հույս ունեմ մեզ լսող դիտողների մանավանդ երիտասարդ մասնագետները եւ մանավանդ ուսանողությունը, որը դեռ մտածում է որ ուղղությամբ, ասում են այսօր արհեստական բանականությունը գալիս է եւ մենք ինչ ենք անելու, հա, բայց կան ուղղություններ, որտեղ մարդկային գործոնը ինքը շատ է ու հենց դրա պատճառով էլ պետք է մի հատ մարդ հայտնվի որ կարողանա այդ մարդկանց հասկանա, որովհետեւ այդ որ ասեցի այդ աշխարհագրությունը, հա, դու պետք է նաև պետք է կարողանաս, հա, այդ A կետից B կետը որ անցնում է 8 երկրով, ամեն երկրի վրա իր լավն ու վատը, հա, ուրիշ է։ Այո, պետք է դա էլ պետք է հասկանաս։ Ինչ է նշանակում վատ է իրավիճակը, հա, որտեղ մարդիկ ասում են վատ է, բայց այդքան է վատ չէ, էլի, իրանց գնահատականն է վատ։ Ու եւ այլն, հա։ Կողքի աչքով միշտ հեշտ է տենց ասել, բայց խորացած պետք է լինի, որ հասկանան։ Նարեկ ջան, ես էլ եմ շատ շնորհակալ։ Եվ մենք ունենք մի հատ փոքրիկ անակնկալ, մեր թիմը տանջել է բարեբոն իմաստով արհեստական բանականությունը, որպեսզի ստանանք այն վիզուալը, հա, ինչպես արհեստական բանականությունը պատկերացնում Mira Trans-ը մոտ ապագայում։ Ես ընթացքում նայում եմ, որտեղ ես չեմ տեսել։ Հա, տեղ շատ պրիմիտիվ է մտածում մեր արհեստական բանականությունը, բայց այդտեղ սպանել է, հա։ Սենց լավ է, չէ, ջիջել եմ գցում, իրան չեմ ցույց տա։ Աշոտ ջան, էլ չեմ տանջում։ Այսպես է տեսնում արհեստական բանականությունը Mira Trans-ը։ Շնորհակալություն շատ։ Իրականում շատ հետաքրքիր է պատկերացնում։ Ինչը տպավորեց առաջի արհեստական բանականությունը աստուն հավատում է թե չէ, բայց աստվածտա սենց էլ լինի։ Եթե իր մեջ կա այն երևույթը, ես միշտ ասում եմ Ժորժ ջան, իհարկե մարդու կողմից է ստեղծված արհեստական բանականությունը, բայց երկրագնդի վրա ինչ որ շատ կարևոր կախարդում, չեմ ասի, հա, ինչ որ մագիա կա, հա, որ այն ինչը որ պիտի լինի թող լինի, բայց այն ինչը որ մարդուն մի քիչ վնասում է կամ բնությանը, արանքում դուրս է գալիս։ Միգուցե արհեստական բանականությունը իսկապես կարողանանք ճիշտ օգտագործենք, ծառայեցնենք մարդկությանը բարելավելու հաջորդ փուլ անցնելու համար։ Ինչ հետաքրքիր պահեր կար, որ տենց տեսալ ասեցի, այսի ես կուզենայի անպայման լիներ։ Հետաքրքիր պահեր։ Կամ հակառակը, բան կա, որ ասեցի։ Չէ, ունեք հետաքրքիր պահերից ինձ համար նա էր, որ պլանետայի վրա ենք մենք գտնվում, որովհետև ինչ-որ էս մոտի պլանետան է, ես առաջին ես դրա վրա ուշադրություն դարձրի, տպավորության, որ մենք ուրիշ բան ենք, չէ՞ գնացել։ Ուրիշ մոլորակի վրա ենք ինչ-որ։ Mira Trans-ը ուրիշ մոլորակի վրա բազա ունի։ Երկրագունդել ինչ-որ բան մատակարարում։ Ուրեմն Royal Company-ն կլինի։ Աշոտ ջան, շնորհակալություն։ Ձեզ եմ շատ շնորհակալ անմիջական համար եւ այսպիսի քննարկման համար։ Բոլոր ուղղություններով այն գործունեությունը, որ դուք ծավալում եք, իրանք իսկապես շատ կարեւոր են եւ մեծ հաջողություններ եմ մաղթում թե Mira Trans-ին, թե նորաստեղծ ասոցիացիային եւ թող իսկապես մենք հիմնովին տնտեսապես ամուր, հա, հիմքերի վրա դրած խաչմերուկ դառնանք, լավ իմաստով, հա, ու աշխարհին կարողանանք նոր բան ասել։ Շնորհակալ եմ Նարեկ ջան, ձեր հաղորդմանը նույնպես հաջողություններ եմ մաղթում։ Լավ եթերներ ձեզ։ Աշոտ Միրաքյանի կողմից մի հատ բզբզ հարց մեր հաջորդ հյուրերին, ինչ կուզենաս։ Ինչ հարց կուզենաս տաս, որ տենց մնա մեր այսպես ասած հարցադարանում։ Եթե դες կարելի ասել։ Դե փորձենք հաջորդ հյուրին, որին չենք ճանաչում։ Ահա։ Նշել, որ թող պատասխանի այս հարցին բիզնեսը հիմնելուց վերջնական նպատակակետը որտեղ է տեսել։ Բիզնեսը հիմնելուց վերջնական նպատակը որն է եղել իր։ Բացի գումար աշխատելուց։ Հա, այլ ինչ նպատակ ես դրել, բացի գումար աշխատելուց, հա, ինչ նպատակ ես դրել։ Շնորհակալություն։ Հարցը պետք է վերադարձնեմ։ Ո՞րն է եղել նպատակը։ Mira Trans-ը հիմնելուց։ Mira Trans-ը հիմնելուց, ասեմ, Mira Trans-ը հիմնելուց իմ մոտ եղել է նպատակը, որ ինքը դառնա Royal Company, այսպես ասած, ես դրա հետ հանդիպեցի
կոնֆերանսներից մեկի ժամանակ, երբ որ ում հետ հանդիպել էի, ասաց մեր ընկերությունը Royal Company է, ինքը Նիդերլանդների ընկերություն է, բայց կներեց իսկ Royal Company ոնց է կոչվում, ինչի համար է կոչվում, ասաց դե մեր մոտ ընկերությունը երբ որ 100 տարին անցնում է, իրենք տալիս են տենց կարգավիճակ։ Հա, կարգավիճակ։ Այդքան այդ համբավի մասին է, էլի, այսինքն ինքը իդեալ վեգավ գնում է, համբավը պահում է, արդեն հետնորդներն են շարունակում տա Աստված կամ կարող ուրիշ բան ընտրեն։ Աշոտ ջան, մենք պայմանական հյուրընկալում ենք հիմա Armenian Business Portal-ի էջում, հա, որի հետևում կանած է հայ գործարանների ասոցիացիան, եւ մենք շատ ուրախ կլինենք, որ մեծ քանակությամբ հայկական ընկերություններ անցնեն այդ շեմը Royal Camp, որտեղ դա նաեւ մեր ազգի համար թող ամոթ բաց չենջի, բայց հպարտություն է, որովհետեւ պիտի գա ժամանակը, որ մենք այտենց Հայաստանում ստեղծված եւ 100 տարվա պատմություն ունեցող ընկերություններ ունենանք, ում համբավը սահմաններից դուրս է։ Ես այդ ամենը մաղթում եմ նաեւ Միրա Տրանսին։ Շնորհակալ եմ։